Փոխադարձ թիրախավորումներ, նոր սպառնալիքներ, հրթիռակոծվող մայրաքաղաքներ, զոհեր։ Իրանն ու Իսրայելը պատերազմում են արդեն 5 օր։ Համացանցում ամեն պահի նոր հարվածների մասին նոր տեսանյութեր են տարածվում, իսկ երկրների ղեկավարների որոշումները մնում անփոփոխ։ Հունիսի 16-ին իսրայելական կողմը թիրախավորել է Իրանի հանրային հեռուստաընկերության շենքը հենց ուղիղ եթերի ընթացքում։ Հարձակման հետևանքով զոհվել են լրատվական բաժնի գլխավոր խմբագիրը և քարտուղարության աշխատակիցը։ Հարձակումից 1 ժամ անց հաջորդել է Իրանի պատասխանը, հարվածներ Թել Ավիվին։ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Էֆի Դեֆրինը ճեպազրույցում հայտնել է, որ մեկ գիշերում Իրանից հրթիռային հարվածների 2 ալիք են գրանցել։ Ընդհանուր առմամբ արձակվել է 65 հրթիռ, որոնցից շատերը որսացել են։ Ես զգուշացնում եմ իրանցի բռնապետին չշարունակել ռազմական հանցագործություններ կատարելը և հրթիռներ արձակել Իսրայելի քաղաքացիների վրա։ Հունիսի 17-ի առավոտյան Իրանից բալիստիկ հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ, որից հետո երկրի կենտրոնական և հյուսիսային հատվածներում, ինչպես նաև հարավի որոշ շրջաններում տագնապի ազդանշաններ են հնչել։ Իսրայելի Դան շրջանում գտնվող ավտոբուսի կայանատեղիում հրթիռի հարվածից հրդեհ է բռնկվել, սակայն տուժածների մասին տեղեկություններ չկան։ Իրանից մոտ 30 հրթիռ է արձակվել։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ գիշերը լայնածավալ հարվածներ է հասցվել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական թիրախներին, ոչնչացնելով երկիր դասի հրթիռների և արձակման սարքերի պահպանման տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ։ Իսրայելի հիմնական թիրախում Իրանի բարձրաստիճան զինվորականներն ու միջուկային գիտնականներն են։ Իսրայելական բանակը հայտարարել է ևս մեկ իրանցի հրամանատարի սպանության մասին։ Զոհվածը Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, երկրի բարձրագույն ռազմական հրամանատար Ալի Շադմանին է, ով եկել էր փոխարինելու իսրայելական կրակի առաջին զոհերից Գոլամ Ալի Ռաշիդին։ Այս հակամարտության ֆոնին պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս Իսրայելի հիմնական դաշնակիցը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Վերջին գրառումներից մեկում նա հորդորել է արագ լքել Թեհրանը։ Ես որևէ կերպ կամ ձևով չեմ դիմել Իրանին խաղաղության բանակցությունների համար։ Դա ևս մեկ խիստ հորինված կեղծ լուր է։ Եթե նրանք ուզում են խոսել, գիտեն թե ինչպես կապվել ինձ հետ։ Նրանք պետք է ընդունեին սեղանին դրված գործարքը։ Դա շատ կյանքեր կփրկեր։ Պատերազմի առաջին օրվանից ի վեր Իրանում զոհվել է առնվազն 224, վիրավորվել 1300-ից ավելի մարդ, իսկ Իսրայելում կա 24 զոհ, 590-ից ավելի վիրավոր, մեծ մասը խաղաղ բնակիչներ։ Սվետլանա Թորոսյան, Գառնիկ Նահապետյան, ABC Media։